Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսելու ենք քաղաքականությունից։ Ինչպես գիտենք, պատրաստվում ենք 2026 թվականի ընտրություններին եւ իրավունքը շարունակում է ներկայացնել տեխնացուներին, կուսակցություններին։ Այսօրվա հյուրս ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն է։ Պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ մեր հյուրը լինելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Դեռևս միանգամից սկսենք առաջին եւ կարեւոր հարցից։ Դուք մասնակցելու եք ընտրություններին։ Այո, անպայման։ Մասնակցելու եք։ Անպայման։ Եվ ով է լինելու ձեր կուսակցության տեխնացուն։ Առաջին համարը ընտրացուցակի լինելու եմ ես։ Մեր ցուցակի առաջին համարը լինելու եմ ես։ Այսինքն վարչապետի տեխնացուն կարող ենք արդեն փաստել, որ լինելու է Սուրեն Պետրոսյանը։ Այո, բայց քանի որ մենք այս ընտրություններում շատ իրատես ենք եւ գիտենք, որ մենք այս պահին այս ընտրությունները չենք կարող հավաքել մեծամասնություն, դրա համար ես ուղղակի չեմ ասում վարչապետի տեխնացուն, այլ ասում մեր ցուցակի առաջին համարը լինելու եմ ես։ Այսինքն դուք այնուհանդերձ լինելով իրատես եւ գնահատելով իրական իրավիճակը, պատրաստվում եք լինել ընդդիմություն իշխող իշխանության, այո։ Այո, տեսեք։ Ես բազմիցս խոսել եմ, որ եթե մենք ուզում ենք իշխանափոխություն կամ երկրում խորքային իրավիճակի փոփոխություն եւ ոչ թե կոսմետիկ փոփոխություն եւ ոչ թե այս քաղաքական համակարգի վերարտադրություն, առաջին քայլը պետք է տեղի ունենա ընդդիմափոխություն, որովհետեւ այսօր Հայաստանում գործում է փոխհամաձայնեցված խմբիշխանություն, քաղաքական համակարգում իշխանությունը եւ պարլամենտական ընդդիմությունը նույն մետաղադրամի տարբեր կողմերն են եւ առաջին մեր գերխնդիրը այս փոխհամաձայնեցված խմբիշխանությունը ճեղքելն է եւ պարլամենտում ներկայացված լինելու գլխավոր նպատակը ինստիտուցիոնալ առումով այս փակ շղթան ճեղքելն է, որից հետո գործընթացները կստանան շատ այլ տրամաբանություն, շատ ավելի արագ եւ շատ ավելի մասշտաբային։ Պարոն Պետրոսյան, ստացվում է, որ դուք այնուհանդերձ ընդունում եք, որ ներկայիս իշխանությունը եւ քաղաքացիական պայմանագիրը վերընտրվելու է։ Իմ համար դա ընդունելի չէ, բայց իմ խորին համոզմամբ այս դասավորություններով այո, կընտրվի։ Իրատես ենք, ինչպես ասացիք։ Սոցհարցումների արդյունքում մենք տեսնում ենք, թե ովքեր են ընդդիմության հավակնորդները եւ գեր ձայների մեծամասնությամբ ովքեր կարող են լինել առաջին ընդդիմություն, երկրորդ ընդդիմություն։ Դուք ինչպես եք պատրաստվում այդ մեծ զոր ուժերի դեմ պայքարելու։ Եվ ներողություն նաև մյուս հարցս կմիանաք արդյոք նրանց հետ պայքարելու։ Ոչ, բնականաբար առաջին հերթին բացառված է որևէ ֆորմատով միանալ իշխանության եւ որևէ ֆորմատով պարլամենտական ընդդիմությանը, նախկին նախագահներին կամ նրանցից ածանցյալ որևէ ուժին։ Ածանցյալը բնականաբար վերաբերում է եւ իշխանությանը, եւ պարլամենտական ընդդիմությանը եւ նախկին նախագահներից ածանցյալ որևէ ուժին։ Սա բացառվում է, դրա մասին բազմիցս խոսել եմ եւ վերահաստատում, տենց բան ուղղակի հնարավոր չի։ Նաեւ բացառում եք, որ կհամագործակցեք Արամ Զավենիչի հետ։ Ես չգիտեմ որտեղից ինչից ելնելով դուք ուղղակի այդ առանձնացում արեցիք, բայց բնականաբար այո։ Այսինքն երբեք նման միտում անգամ չի եղել դրա համար զարմացա հարցից, բայց բնականաբար տեսականորեն անգամ անհնար է, անգամ տեսականորեն։ Բացառում ենք քաղաքացիական պայմանագիրը, Արամ Սարգսյանը հենց բոլորին բացառում ենք եւ ներկայիս ընդդիմությանն ենք բացառում։ Բնականաբար եւ նրանցից ածանցյալ բոլոր ուժերին։ Եվ դուք դրանից առար ձեր խոսքում ասացիք, որ այդ շատ հզոր ուժերի եւ այլ շատ կարեւոր է, երբ մենք անվանում ենք օրինակ հզոր ուժեր, հասկանանք հզոր ասելով ինչ է ենթադրվում։ Հզոր ֆինանսական տեսանկյունից, մարդկանց աջակցությունից, քաղաքական օրակարգից, կարողությունից, ինչն ենք հարում։ Ինչ ենք հասկանում հզոր ասելով։ Բոլորը մեկտեղում թերևս գուցե քննարկենք, հա։ Եկեք հենց ֆինանսականից սկսենք, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չի, որ արդեն թե ինչ մեծ ֆինանսական ներդրումներ են կատարվում։ Գիտեք, ամենամեծ խնդիրը հենց դա է եղել, որ մենք ընտրությունները մշտապես դիտարկել ենք եւ այսօր էլ շարունակում ենք դիտարկել որպես ծախս եւ ոչ թե հասարակության հետ նաեւ շփման ձև, որի միջոցով մենք կստանանք հասարակությունից լեգիտիմություն, ինչպես մենք, այնպես էլ մեր օրակարգերը։ Եվ մինչև այսօր ցավոք հասարակությանը շատ ուժեր ընկալում են որպես ծախս եւ փողի գործոնով պայմանավորում են ամեն ինչ։ Այնինչ այդքան էլ այդպես չէ։ Մենք գրեթե ամեն օր լինում ենք համայնքներում, սահմանապահ գյուղերում, շատ տարբեր համայնքներում ենք լինում, ինչպես արդեն ասացի, հավատացած եղեք։ Այո։ Մեր ժողովրդի վերաբերյալ այդ դերակատարների պատկերացումը մեղմ ասած
խեղաթյուրված է եւ նրանք իրենք խեղաթյուրում են հանրային կարծիքը ժողովրդին ներկայացնելով այդպես որ եթե դուք փող ունեցաք, փողի միջոցով հնարավոր է ամեն ինչ։ Այո, փողի միջոցով ինչ որ շերտ անպայման ձեր կողմը կքաշեք, բայց դա չի վերաբերում ամբողջ ժողովրդին, անգամ ժողովրդի մեծամասնությանը, անգամ ժողովրդի ինչ որ լայն շերտին, չկա այդպիսի բան։ Մենք պարբերաբար այս ընթացքում, մենք չէ, այդ մարդիկ այդ դերակատարները, պարբերաբար այս ընթացքում միշտ ժողովրդին պիտակավորել են եւ միշտ ներկայացել որպես ընչաքաղց մի զանգված, ում համար գերակշիռ եւ ամենակարևորը դա ֆինանսն է։ Այնինչ դա բացարձակապես իրականության հետ կապ չունի, աղերս ընդհանրապես չունի։ Ինձ խնդրեմ ցույց տվեք այդպիսի մի համայնք, այդպիսի մի շերտ, ում համար փողով հնարավոր է այդ հարցերը լուծել եւ գումարի միջոցով դու կարող ես այդ մանկած տրամադրել ձեր կողմ։ Տարիների ընթացքում ես հասկանում եմ հարցը ռետորական է, բայց այնուամենայնիվ տարիների ընթացքում մենք մեր դառը փորձ ունենք։ Այո, բնականաբար։ Ինչի արդյունքում նաև ձևավորվել է այդպիսի կարծիք։ Բնականաբար, բայց դառը փորձում ենք ոչ թե մեր ժողովուրդն է վատ եւ ինչպես պարլամենտական ընդդիմությունը շատ հաճախ նշում է, որ ժողովուրդը ժեխ է եւ այլն եւ բոլոր այս արհավիրքների մեղավորն է ժողովուրդը, այլ առաջի հիմնական մեղավորն ու պատասխանատուն մշտապես եղել է տվյալ պահի իշխանությունը։ Այս բaragայում եւ նախկին իշխանությունները եւ ներկայ իշխանությունները, որովհետեւ ժողովուրդը եւ հանրային չասեմ կարծիք, այլ ժողովրդի եւ հասարակության որակը կրթության, կենսամակարդակի, գիտելիքի եւ մնացածի առումով պայմանավորված է բացառապես քաղաքական վերնախավով։ Ինչ էություն ունի քաղաքական վերնախավը, այս ողջ ժամանակահատվածում 30-ից ավել տարիների ընթացքում բոլորը հասարակությանը առանց խտրականության բոլոր ղեկավարները, բոլոր վարչակարգերը կրկին վերաբերվել են որպես ծախս, նրանց տալով երկու հիմնական օրակարգ, որ քեզնից որևէ բան որպես այդպեսին կախված չի, հետեւաբար եթե չվերցնես այս 5000 դրամը ընտրակաշառքը, միևնույնն է, ելի ընտրվելու ենք մենք, բայց դու հնարավորություն ես այս ընտրակաշառքը վերցնես։ Դրան զուգահեռ ամբողջությամբ կազմակերպելով կրթական համակարգը, գիտական համակարգը, սոցիալական համակարգը, մշակույթը, տնտեսականը, մնացած բոլոր համակարգերը։ Այս ամեն ինչի հետևանքն է, որ մենք այսօր գտնվում ենք այս ծանր իրականության մեջ, եւ հենց այդ նույն մարդկանց գործունեության հետևանքում եւ հասարակության հսկայական շերտ բարույա լքվում է այս տեսանկյունից։ Վերջում էլ մարդիկ վեր են կենում եւ ասում են, գիտեք, ինչ ժողովուրդը ժեխ է, ժողովուրդը այսինչն է, ժողովուրդը այնինչն է։ Չիմանալով, որ ով ժողովրդին ասում է ժեխ, առաջին հերթին այդ ժեխը ինքն է։ Միանշանակ այդ հարցում համակարծիք եմ։ Դուք ասացիք նախկին եւ այլն, ինչպես նաեւ գիտեմ, որ ձեր լոզունգներից մեկն է ոչ նախկիններին եւ ոչ ներկաներին։ Այդպիսի կարգախոսով է նաեւ հանդես գալիս Արման Թաթոյանը։ Հնարավոր է, որ երկու ուժեր միանան իրար։ Նախ դա մեր լոզունգը չէ, դա ուղղակի մեր օրակարգերից է, օրակարգերից մեկն է, բայց ասելը մեկ այլ բան է, լինելը մեկ այլ բան է։ Ես որևիցե մեկին պիտակավորելու նպատակ եւ խնդիր չունեմ, բայց նույն այդ ուժի հետ, թեպետ այդպիսի որևէ ինչ որ նախադրյալ չի եղել, բայց իր հետ անգամ տեսականորեն անհնար է որևէ եզր գտնել, անհնարին է, բացառվում է։ Պարոն Պետրոսյան, դուք մասնակցեցիք, եթե չեմ սխալվում, նաև Երևանի ընտրություններին, քաղաքապետի ընտրություններին եւ չհաջողեցիք։ Ինչ փոխվեց այս ընթացքում, այս 2.5 տարիների ընթացքում, որ դուք վստահ եք այս անգամ կհաջողեք։ Դեք շատ այդ բառերն է պետք շատ զգուշ օգտագործել, ինչ ենք հասկանում չհաջողել, որովհետեւ մենք միշտ սովորենք, որ այն ուժը, որը մտնում է քաղաքական դաշտ, միանգամից պետք է 10-15-20% հավաքի, չհասկանալով որ եթե այդ ուժը միանգամից նման տոկոս է հավաքում, ուրեմն նվազագույնը մի մեծ պրոյեկտի մաս է։ Հնարավոր չի լինել նորաստեղծ ուժ ու միանգամից մտնել դաշտ եւ հավաքել 15%, 10% եւ այլ։ Այդ process-ի միջոցով են կայանում։ Ճանաչում եք դաշտը, ճանաչում եք ինքներդ ձեզ, տեսնում եք արդյոք ձեր օրակարգի եւ գաղափարները կենսունակ են թե ոչ։ Պրոցեսի ընթացքում հղկվում եք, թրծվում եք, հասունանում եք, ավելի համակարգային եք դառնում, փորձում եք ձևավորել համակարգ եւ այդ համակարգը օրորի ավելի կայացնել։ Հենց այս գործընթացն է տեղի ունեցել այս 3-4 տարիների ընթացքում, 3 տարի երևի։ Այսինքն թույլ տվեք հասկանալ, որ այլևս հանրությունը քաղաքացին
Հայաստանի բնակիչը ձեզ եւ ձեր կուսակցությանը այնքան լավ է ճանաչում, որ ընտրություններին կտա իր ձայնը։ Չեմ կարող ասել։ Դա շատ անշնորհակալ գործ է, բայց կարող եմ մի բան ասել, որ մեր այս իշխանության տանող կամ պարլամենտին տանող ճանապարհի մեր հենարանը բացառապես ժողովուրդն է։ Ժողովրդից բացի այլ որևէ հենարան մենք չունենք։ Ոչ պարլամենտական ընդդիմություն, ոչ իշխանություն, ոչ արտաքին ուժեր եւ որևիցե մեկը։ Հետեւաբար այս ընթացքում շատ կարեւոր է լինել։ Մենք ինչպես ենք շփվում ժողովրդի հետ, ինչպես ենք կարողանում օրակարգերը ներկայացնել եւ ինչպես ենք կարողանում դրա դիմաց ժողովրդից ստանալ այդ լեգիտիմությունը եւ արդյոք այդ լեգիտիմությունը կարտահայտվի քվեի տեսքով։ Ես ժամանակից առաջ որևիցե բան ասել չեմ կարող, բայց խորապես համոզված եմ, որ այս ճանապարհին մենք հաջողելու ենք։ Տեսեք, պարլամենտական ընդդիմություն ասացիք եւ բառացիորեն 2 օր առաջ Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց վարչապետի թեկնածու, ուրեմն Հայաստան դաշինքով վարչապետի թեկնածու։ Լավ, եկեք արդեն ոչ թե որպես կուսակցության նախագահ ձեզ հարցնեմ, այլ հարցնեմ որպես քաղաքագետի։ Ինչ է սա նշանակում, եթե 5 տարի շարունակ նույն կուսակցությունը պարլամենտում ոչինչ չարեց, որի ընթացքում մենք կորցրեցինք հողեր, մենք կորցրեցինք կյանքեր, երիտասարդ եւ ոչ կյանքեր կորցրեցինք եւ այլն, հիմա չթվարկեմ ինչեր մենք կորցրեցինք։ Այդ ընդդիմությունը ոչինչ չանելով, հիմա կրկին վստահաբար գնում է կրկին ընդդիմություն աշխատելու ներկայիս իշխանության մոտ։ Դուք սա որպես քաղաքագետ, ինչպես կմեկնաբանեք։ Դե շատ դժվար է որպես քաղաքագետ ասել, որովհետեւ այդպես դերերի երկվություն հնարավոր չի անել, բայց որպես քաղաքական գործիչ կարող եմ ասել։ Ես բազմիցս ասել եմ, եւ դա նաեւ որպես քաղաքագետ է հնարավոր ասել, այսինքն կարծիքները չի տարբերվելու դրանից, որ պարլամենտական ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանը կլինի, մյուս դերակատարները կլինեն, ամենայն հարգանքով իրենց անձերի նկատմամբ, իրենց գերխնդիրը բացառապես քաղաքական համակարգի վերարտադրությունն է եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքային հիմքը հենց իրենք են, որովհետեւ նաեւ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը մշտապես վախեցնում է իրենց կերպարներով, ասելով որ եթե մենք չլինենք, ապա այլ ընտրանքը իրենք են եւ հասարակության գերակշիռ մասը բնականաբար այդ երկընտրանքի միջև ընտրում է Նիկոլ Փաշինյանին։ Ես դնում եմ մի կողմ դա ճիշտ է, դա սխալ է եւ այլն, բայց փաստը մնում է սա է։ Փաստը սա է։ Եվ ես բազմիցս ասել եմ, որ դա կլինի Ռոբերտ Քոչարյանը, թե կլինի մյուս նախագահներից որևիցե մեկը կամ նրանցից ացենցիալ ուժեր, իրենց վերարտադրությունը ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքի, որը պետք է կանխել ամեն գնով։ Տեսեք, ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանն, ասում են միասին կարող ենք կարգախոս են վերցրել եւ բայց գնում են առանձին, չեք կարծում, որ այս առանձին գնալն էլ եւս ձայների մսխում է։ Իդեպ դուք էլ եք առանձին գնում, ինչպես հասկացանք, արդեն ծրագրի սկզբից հստակ ասացիք, որ ոչ մի ուժի հետ չեք պատրաստվում միավորվել։ Չեք կարծում, որ սա ձայների մսխում է։ Մեր պարագայում դա արդարացված է, որովհետև ես ասում եմ, որ մենք որևէ պարագայում չենք գնալու համագործակցության ոչ իշխանության, ոչ պարլամենտական ընդդիմության կամ նրանցից ացենցիալ ուժերի հետ։ Սա շատ տրամաբանական է, թե ես նրանց հետ եզր չունեմ, ես պետք է գնամ առանձին։ Իսկ իրենք ի տարբերություն մեզ ասում են կհամագործակցենք բոլորի հետ, բացի իշխանության հետ։ Այսինքն կազմենք պարլամենտում կոալիցիա այն ուժերի, ովքեր որ անցել են, ովքեր որ կողմ չեն Նիկոլ Փաշինյանին։ Եթե իրավիճակը այդպեսին է, ապա հիմա գնացեք կոալիցիա, ի՞նչն է խնդիրը։ Ինձ մոտ էլ է հարցը։ Այսինքն այստեղ մյուս կարևոր կոմպոնենտ, այսինքն դուք ուզում եք ամեն մեկը առանձին մտնեք պարլամենտ եւ այնտեղ արդեն անեք առևտուր հնարավորինս ավելի թանկ վաճառելով ձեր ձենը մեկը մյուսի վրա, սա է գերխնդիրը։ Կամ ընդհանրապես այն օրակարգը, որ դուք սպասարկում եք, որ գիտեք հայրենիքը կործանման եզրին է եւ այլն եւ այլն։ Այո, ես դրա հետ համաձայն եմ, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է պատմական առումով աննախադեպ գոյաբանական սպառնալիքների առաջ, որի առաջին գոյաբանական սպառնալիքը հենց սեփական իշխանությունն է։ Սա փաստ է, բայց երբ դուք ինքներդ այդ օրակարգը տանում եք առաջ, բայց ունակ չեք անգամ դուք միմյանց հետ միավորվելու եւ այդ սլակներն ուղղում եք մեզ պայմանական հենց մեկը ինձ ասում այ գիտեք դուք չեք միավորվում եւ այլն պարակտում եք նույն շարժումից հետո նույն ասում պարակտում եք եւ այլն մնա դա կարելի ասել անհեթեթություն է դուք ինքներդ օրինակ եմ ասում դա բնականաբար իմ համար դա լուծում չի ուղղակի իրենց տեսանկյունից եմ ասում անգամ նախկին նախագահներդ եթե դուք ասում եք
Գիտեք ինչ, իրենց բառերն եմ ասում, դա ես չեմ ասում։ Ասում են, սա նույն պատերազմն է, կռվում ենք Թուրքի դեմ, նույն խրամատն։ Հիշում եք ինչքան են ասել։ Բոլորը բազմիցս ասել են։ Ու այստեղ շատ պարզ հարց է առաջանում։ Եթե դուք ասում եք, որ դիմացը թուրք է, կռվում ենք Թուրքի դեմ, ու ասում եք, որ պատերազմի ժամանակ բոլորը կողք են դնում կուսակցական պատկանելիությունը եւ տարաձայնություններն ու շահերը։ Այո։ Ուրեմն այստեղ շատ կարևոր մի հարց է առաջանում, որին պետք է նաև դուք պատասխանեք։ Ձեր ասացի համաձայն, եթե դիմացինը թուրք է, ձեր ասացի համաձայն, եթե դիմացինը թուրք է, ու դուք խրամատում չեք կարողանում գոնե 3 նախագահներով ու ձեր ածանցյալ ուժերով միավորվեք իրար հետ, նշանակում է դուք ունեք ավելի մեծ անձնական շահեր, քան ձեր ասած հայրենիքն է։ Ճիշտ է, եթե դիմացինը թուրք է, բայց ձեր շահերը այնքան ավելի կարևոր են, որ դուք դրա համար չեք կարողանում միավորվել։ Սրանից հետևություն կարելի անել, որ կամ, եթե իհարկե իրենց ասացին համապատասխան, դիմացինը թուրք է, կամ որ դուք չեք կարողանում միավորվել, դուք հայ չեք, կամ դիմացինն էլ ոչ դավաճան է, ոչ թուրք է, որտեղ եթե ներ դավաճան կամ թուրք, ապա դուք բոլոր ձեր նեղ անձնական շահերը կողք կդնեիք։ Այս հարցին պետք է շատ հստակ պատասխանեն։ Կրկնում եմ, մեզ որևիցե մեկը չի կարող ասել ինչի չեք միավորվում, որովհետև մենք չունենք ոչ արժեքային, ոչ շահային, ոչ մի եզր չունենք այս ուժերի հետ եւ նրանցից ածանցյալ ուժերի հետ։ Եվ շատ օրինաչափ եւ տրամաբանական է։ Այսինքն մեր խնդիրը սեփական ամբիցիաները չեն, որ ես առաջի համար եմ ուզում գնամ, դրա համար չեմ միավորում մեկի մյուսի հետ։ Մեր խնդիրն է, որ մենք արժեքային եզրը չունենք եւ մենք բացառում ենք նրանց հետ որևիցե մեկի հետ համագործակցությունը։ Իսկ երբ դուք ասում եք մենք արժեքային եզրեր ունենք եւ պարլամենտում կմիավորվենք, դե դրանից առաջ միավորվեք ձեր ասած այդ մեծ բլոկը, մեծ ընդդիմադիր բլոկը ձևավորեք, որ մարդիկ էլ շատ ընտրությունների, այսպես ասած, չտատանվեն այդ ընտրությունների մեջ։ Թե կրկին եմ ասում, անում եք նույնը, որ այնտեղ առևտուր անեք։ Լավ, իսկ դուք այդ հարցը երբևիցե առիթ ունեցել եք հղել նախագահներից որևիցե մեկին կամ իրենց կուսակցություններին։ Բնականաբար ոչ, ես այդ ընդհանրապես այդ նպատակներ չունեմ, ամենահարգանքով իրենց բոլորի անձի նկատմամբ, բայց իմ կարծիքով այդ մարդիկ որպես այդպեսին հայկական պետության հետ որևէ աղերս չունեցող մարդիկ են։ Դուք ձեր նախընտրական ծրագրերում բնականաբար ինչպես բոլոր մնացած կուսակցությունները կներկայացնեն իրենց ծրագրերը եւ այլն, կարող եք առանձնացնել մի ծրագիր, որը այլևս ժողովրդի համար սովորական եւ ականջին ամեն անգամ 5 տարին մեկ լսելու թեմա չի լինի։ Դեք այդ ծրագրերի ժամանակը անպայման կգա, բայց մենք երբեք չենք շարժվում ժողովրդի ականջին հաճելի ծրագրեր ասելով, ի տարբերություն ներկայիս անդիմադիր դիրքավորվող ուժերի կամ պսևդո ուժերի երբեք։ Մեր նպատակը այս պահին ականջահաճո բաներ ասելը չէ, որի դիմաց կարող ստանանք 3 կամ 4 կամ չգիտեմ 5 ձայն ավել պայմանական եմ թվերը ասում։ Եթե դուք տեսնեք, ուշադրություն դարձնեք մեր քաղաքական դաշտում, որակական որևիցե տարբերություն Նիկոլ Փաշինյանի հետ այդ ուժերը չունեն։ Որակական, ինչի համար, տեսեք, Նիկոլ Փաշինյանը տալիս է օրակարգ, չէ, որ մենք գնում ենք խաղաղության, այլևս հրադադար է, խաղաղություն է եւ այլն։ Դնենք մի կողմ, որ դա իրականության հետ ընդհանրապես աղերս չունի եւ տեսականորեն հնարավոր չի։ Բայց Նիկոլ Փաշինյանը տալիս է ըստ էության հանրությանը թմրանյութ, որ օրինակ կտրվում է իրականությունից եւ ինչ որ ժամանակ ուղղակի խամրում է իր գիտակցությունը։ Նույնը փաստացի անում են մյուս դերակատարները, սպասարկելով Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Տեսեք, մյուս առանցքային դիրքավորվող ուժերը, դա կլինի, չգիտեմ, մեր ձևով կլինի, մյուսը կլինի, նախկին նախագահները կլինեն եւ այլն։ Բոլորը արդեն այլևս խոսում են տնտեսական ծրագրերից։ Եվ հիմնավորելը, որ ժողովուրդը դա է ուզում։ Արցախը մոռացանք։ Բոլ բնականաբար, մենք չէ, իրենք այո, այսինքն ասելով որ ժողովուրդը դա է ուզում, այսինքն իրենք յուրատեսակ առումով բնականաբար սպասարկում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը, երկաթյա կերպով են սպասարկում, նույն օրակարգի մեջ են, եւ դա հիմնավորում են, որ ասում մենք գիտեք ինչ, մենք ժողովուրդը դա է ուզում։ Այսինքն դուք շարունակում եք նաեւ թմրանյութ տալ, բայց ասելով որ իմ թմրանյութը ձերինից շատ ավելի լավն է։ Բայց այստեղ կա նաեւ մեկ այլ խնդիր։ Որը։ Նրանք դրանով միայն Նիկոլ Փաշինյանի օրակարգը չի որ սպասարկում են։ Նրանք դրանով նաև արտաքին դերակատարներին եւ արտաքին աշխարհին
տալ ուղում են մեսիջ, ասելով որ մենք Եվս այս Խաղան ձեր խաղերով այս օրակարգի շարունակողն ենք։ Մեզ դեմ հանկարծ չլինեք, պետք չի դեմ լինեք, մենք այս օրակարգի շարունակողն ենք։ Հիմնական մեսիջը նաև դուրս է գնում սրանով։ Իսկ ավելի կբացեք ճակերտները դուրս ինչ նկատի ունեք, որտեղ դուրս։ Այս պարագայում ավելի կոնկրետ Ադրբեջան եւ Թուրքիա, ավելի առանցքային կերպով։ Որտեղ այս պարագայում մեր տարածաշրջանի ճարտարապետը ամենևին նրանց չեմ վիրավորում, ասում գիտեք ինչ գործակալ են եւ այլն։ Մեր տարածաշրջանի ճարտարապետը այս պահին մեր տարածաշրջանի փաստացի Ադրբեջանն է։ Փաստացի, որին էլ Հայաստանի իշխանությունը օտարել է մեր արտաքին քաղաքականությունը եւ մեր անվտանգությունը։ Իշխանության կողմից մեր անվտանգությունը եւ արտաքին քաղաքականությունը օտարված է Ադրբեջանին։ Նրանք են պատասխանատու եւ մեր անվտանգության եւ մեր արտաքին քաղաքականության համար։ Բոլոր այս դերակատարները դա շատ լավ գիտեն։ Դրա համար նաեւ իրենք այդ մեսիջ ուղղում են դուրս, որ մենք նույն գծի մեջ ենք, մեզ պետք չի դիմանալ։ Մենք այս ամեն ինչը մարսում ենք, նաեւ այս օրակարգին ենք հարմարեցնում ժողովրդին, որ մենք այլևս այլ խնդիրներ չունենք։ Մեր խնդիրը հարկերն են, աշխատատեղերն են, տոկոսներն են եւ այլ տնտեսական, սոցիալական են։ Մեր խնդիրը արտադրությունն է։ Մեր խնդիրը արդյունաբերականացումն է։ Անկամ չհասկանալով ինչ է նշանակում արդյունաբերականացում, որ արդյունաբերականացման դարաշրջանը շահաճուտվանից ավարտել է եւ քաղաքական արդիականացումն է հանգեցնում արդյունաբերականացման եւ ոչ թե հակառակը։ Բայց ամենագլխավորը, որ նրանք սպասարկում են ուղիղ Նիկոլ Փաշինյանի օրակարգ եւ բոլորն են նախատիպ սպասարկում։ Տեսել եք ինչ որ մեկը այդքան Նիկոլ Փաշինյանի նյութեր օրակարգերը տարածի, ինչքան որ պարլամենտական անդիմությունը կամ նրանցից ածանցյալ ուժերը։ Օրակարգը, նյութեր եւ ամեն ինչը։ Եվ դրանից բացի այլ օրակարգ եւ բովանդակություն, արդյոք նրանք ձևավորում կամ ստեղծում են թե ոչ։ Բնականաբար ոչ։ Սա պատահական է, իհարկե ոչ։ Այդ իսկ պատճառով մեր օրակարգերը ամբողջությամբ այլ են լինելու։ Չունենալու տնտեսականը, մնացածը, որտեղ մեր խնդիրները ընդհանրապես դրա մասին չի։ Մի կարևոր բան պետք է միշտ հիշել, միշտ քաղաքականությունը առաջնահերթությունների մասին է։ Որ օրակարգը, որ դուք առաջ եք մղում, ուրեմն դա ձեր համար առաջնահերթություն է։ Լավ, պարոն Պետրոսյան, հետևաբար կպատասխանեք հստակ։ Ձեր օրակարգում Արցախի հարցը կա թե ոչ, եւ եթե կա, ապա ինչ կերպ եք դուք այն տեսնում։ Արցախի հարցը մշտապես լինելու է օրակարգում, մշտապես։ Մեր այս պահին օրակարգում, ինչպես արդեն նշեցի, տեխնիկական, այսպես ասած, սոցիալական, տնտեսական նեղ կոմպոնենտներ արտահայտված չեն։ Այս պահին Արցախի հարցը որպես օրակարգային մեզ մոտ դրված չէ այս պահին, որովհետև մենք այս պահին արդեն նշեցի, չենք կարող հավակնել այս պահին եմ ասում, իշխանության։ Այո։ Բայց լինելով պարլամենտում Արցախի օրակարգը մշտապես լինելու է բաց միջազգային իրավունքի շրջանակներում։ Մշտապես լինելու է բաց։ Այսինքն ես ինչի էսպես մանրամասնեցի, որ մենք այս պահին այդ խոսույթը բնականաբար չունենք, գնանք Արցախը հետ բերենք, մտնենք Բաքուն սարքենք Արյանցով եւ այլն։ Այս պահին այդ խոսույթը ժամանակավրեպ է։ Այդ Արցախի օրակարգ առաջին հերթին պետք է ոչ թե խոսույթով լինի առաջին հերթին, այլ դուք պետք է դրա կրողը լինեք։ Որտեւ եթե մի թեման դուք անընդհատ անհիմն թմկահարում եք, կարող դրան շատ ավելի մեծ վնաս բերեք, որտեվ թեման թմկահարելու առաջ մղելու ժամանակ, տեղ եւ պայմաններ կան։ Դա շատ կարևոր է հասունանալ այն վիճակին, հասնել այն ներուժը ունենալ, որ այդ օրակարգը շատ այլ տրամաբանությամբ արդեն մատուցել եւ այլ տրամաբանությամբ սպասարկել եւ ոչ թե կենացնել ասել ինչպես մինչեւ հիմա ասել են։ Եվ հենց սա է պատճառը, որ մենք այս 30 տարուց ավելի այդպես էլ չհասկացանք Արցախը մեր համար ինչ էր։ Մենք չհասկացանք, որ Արցախը մեր համար ռազմավարական խորություն ապահովող կոմպոնենտերի բոլոր առումներով։ Դնում եմ արժեքային, մշակութային, ազգային ինքնության բոլոր կոմպոնենտները դեռ մի կողմ դա չի քննարկվում։ Արցախը ռազմավարական խորություն ապահովող է, որով մենք դառնում ենք դերակատար եւ մնում ենք դերակատար։
որի միջոցով հնարավոր էր մեր հետ հաշվի նստել կամ խոսել։ Եթե մենք ուզում ենք, որ մեր հետ ինչ որ ժամանակ մի փոքր ավելի լուրջ խոսեն, Արցախի գործոնը պետք է անպայման գա առաջի պլան։ Արցախը մեր համար ռազմավարական խորության երաշխիքն է։ Շատ լավ։ Այդ դեպքում ինձ կարող եք ասել, լինելով այսքան վատ իրավիճակում, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ կորուստային առումով, վերջապես ով է լինելու մեր անվտանգության անձրևանոցը, ով կարող է մեզ տալ այն գոնե ուժը դուրսը նկատի ունեմ, որովհետեւ ինչպես տեսնում ենք, դեռևս մենք միայնակ չենք կարողանում գլուխ հանել այս ստեղծված իրավիճակից։ Նախ մենք միայնակ գլուխ չենք կարողանում հանել դրանից, որովհետեւ մենք այդ նպատակը չունենք։ Եթե այդ նպատակ ունենայինք, միայնակ կարող ենք շատ ավելի լավ գլուխ հանել դեռ շատ շուտվանից, ու իրավիճակը չէր գահացնի այնտեղ, որտեղ որ մենք կանք։ Երկրորդը, այո, երկրորդը հովանոցներ փնտրել չի կարելի, մանավանդ այս աշխարհում։ Մեր գերխնդիրը միշտ նա եղել, որ մենք առաջնորդվել ենք հպատակային քաղաքականությամբ։ Մենք միշտ տեր ենք մանեկել։ Մեզ կփրկի Ռուսաստանը, մեզ կփրկի Ամերիկան, կփրկի Եվրոմիությունը, Իրանը եւ այլն եւ այլն։ Մենք միշտ տեր ենք մանեկել։ Մենք քաղաքական հասունացման այդպես չենք ասել, որին պետք է բերեր քաղաքական վերնախավը։ Դուք ունեք այդ հարցի լուծումը։ Բնականաբար այդ հարցը այդպես տեխնիկական ու իրավական չի հարցի լուծումը։ Եթե ուզում ենք մենք լինենք անվտանգ, բացառապես պետք է ապավինենք մեր սեփական ուժերին եւ կարողանանք ճիշտ ճանաչել աշխարհակաղակական փոփոխությունները։ Այս աշխարհակաղակական իրավիճակում ինչ անվտանգային հովանոցի մասին կարող է խոսքը գնալ։ Անկամ Ռուսաստանը, Ամերիկան չունեն անվտանգություն որպես այդպեսին երաշխավորված։ Դե բա հենց դա եմ ասում։ Վերջին ժամանակաշրջանում, օրինակ, վերջին օրերին Սոցի արաբական երկրները, որտեղ որ Միացյալ Նահանգների ռազմաբազաներ են տեղակայված։ Ինչ վիճակում են գտնում, նրանք անվտանգություն ունեն, հակառակը թիրախ են դառել։ Թվում էր թե, ու իդեպ իշնի ամենահետաքրքիրը, միլիարդավոր դոլարներային զենքը, որով որ իրենք գնել են իրենց սեփական պետությունը պաշտպանելու համար, նրանք ստիպված են եղել այդ զենքը օգտագործել ամերիկյան բազաները պաշտպանելու համար։ Ինչ անվտանգության մասն է խոսքը գնում։ Վենեսուելայի օրինակը, Դանիայի օրինակը, Ռուսաստանի օրինակը, հենց մեր հարևան պետության օրինակը։ Մեր հարևան պետության, հենց մեկը Ռուսաստանին է, որ չասեն խտրականություն ենք դնում, մեր նկատմամբ Ռուսաստանի օրինակը։ Ինչի մասն է Ռուսաստանը, օրինակ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման դեպքում Ռուսաստանի հարձականքը ո՞նց էր, հապկի հարձականքը ո՞նց էր, չկար հարձականք։ Սա ոչ թե նշանակում պետք է նեղանալ մնացածից, այլ նշանակում պետք է ճանաչել խաղի կանոնները։ Այսօր ամբողջ աշխարհը մտնել է գոյատևման փուլ եւ ոչ թե զարգացման փուլ։ Գոյատևման փուլում ոչ մի հովանոց չի գործում, մշտապես գործում է բացառապես շահերի համընկնման գաղափարը։ Դրանից բացի այլ օրակարգ գոյություն չունի եւ քանի դեռ դուք չեք պատկերացնում օբյեկտիվ աշխարհը ինչպիսին է, ինչ խաղի կանոններ են գնում այդտեղ, չեք ճանաչում ձեր ներուժը եւ հետեւաբար չեք պատկերացնում ձեր տեղն ու դերը այդ փոխվող աշխարհում, որևիցե մեկը ձեզ չի օգնելու։ Մենք մինչև այսօր մտածում ենք, որ գիտեք ինչ, մենք գնալու ենք օրինակ արևմուտքում այսպես հա խեղճանանք, լացակումած ասենք, որ մենք առաջի քրիստոնյաներն ենք, մենք ձեզ պետք ենք, մենք պաշտպանենք ու մեզ պաշտպանելու են, չարաչար սխալվում եք։ Նույնը գնալու ենք ասենք Ռուսաստանում, որ մենք տարածաշրջանում քրիստոնյաներ ենք եւ այլն, մենք խորհրդային միությունում 70-ամյա ընդհանուր կյանք ենք ունեցել ու մեզ էլի պաշտպանելու են, կրկին չարաչար սխալվում եք։ Անվտանգային համակարգ այդպես չի գործում։ Բայց մինչև խոսել անվտանգության մասին, պետք է նաև կարողանալ ասել, ինչ ենք հասկանում անվտանգություն ասելով։ Սա է շատ կարևոր։ Քանի դեռ մենք չենք ասել, մենք որպես պետություն ուր ենք գնում, ինչ զարգացման ճանապարհով ենք ուզում գնանք, որտեղ ենք մենք մեզ տեսնում պայմանական առումով 10 տարի հետո։ Պայմանական եմ ասում։ Ինչ անվտանգության մասին է խոսքը գնում։ Եթե մենք ոչ նպատակ ունենք, ոչ ճանապարհ ունենք, ապա մեզ անվտանգությունը հարկավոր չի։ Այս իրավիճակում, որ ստեղծվել է իշխանության տեսլականի համաձայն, հա։ Մենք ընդունել ենք Ադրբեջանի գերակայությունը, արտաքին քաղաքականությունը բացառապես համաձայնեցված է նրանց հետ, անվտանգությունը եւս Ադրբեջանի հետ, այսինքն մեր իշխանությունը այսօր մեր անվտանգության երաշխիքը համարում է բացառապես Ադրբեջանին։ Այսօր մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Դե ասում է
Ինչը։ Բավարարենք Ադրբեջանի պահանջները, հիմնական սպառնալիքը այդտեղից է։ Եվ չլինի Չլինի պատերազմ։ պատերազմ, այսինքն մեր անվտանգությունը բացառապես կախված է պայմանավորված է Ադրբեջանով։ Եվ այս տրամաբանության մեջ մեզ էլ ինչ անվտանգության մասին է խոսքը գնում։ Լուծումը շատ հեշտ գտնված է։ Մեզ ոչ բանակ է պետք, ոչ մշակույթ է պետք որպես այդպեսին, ոչ հիմա մեզ պետք չի, ինչն է խնդիրը։ Մենք ունենք ընդհանրապես մեկ խնդիր, որը իր հեշտ լուծումով որպես այդպեսին նախկիններից չի տարբերվում։ Նախկինում ասում են, չէ, մեր խնդիրը լավ հավատարմություն երթում տալն էր Ռուսաստանին։ Հետո այս մյուս կողմը ասես մենք սխալ տեղ էինք երթում տալիս։ Այ պետք էր Ամերիկային երթում տալ։ Այսինքն հեշտ դեղահավը գտնելն էր։ Ներկա իշխանությունը գտել է։ Ասում է երթում տալու որևիցե խնդիր այլևս չկա։ Մենք ուղղակի նույն գծի մեջ ենք մտնում Ադրբեջանի եւ անվտանգությունը երաշխավորվում է։ Էլ ինչ պաշտպանության վրա ծախսեր, էլ ինչ մշակույթ, էլ ինչ ինքնություն, էլ ոչ հիմնական տնտեսապես հանգիստ զարգանանք, ինչն է խնդիրը։ Զուտ միայն ապրենք, շնչենք, քնենք, ուտենք։ Ինչն է խնդիրը։ Որպես ազգություն, որպես Բնականաբար ինչն է խնդիրը։ վերանանք։ Բնականաբար ինչն է, իրենց տեսանկյունից ինչն է խնդիրը։ Այսինքն մենք կարանք խմբագրենք ցեղասպանությունը, Արցախյան գոյամարտը, ամեն ինչը մենք կարող ենք խմբագրել, սրբագրել իրենց տեսանկյունից եւ մնալ որպես կենսաբանական զանգված։ Քանի որ մեր խնդիրը իրենց ներկայացան բացառապես կուշտ ապրելն է։ Այնինչ անվտանգությունը կուշտ ապրելու հետ որպես այդպեսին եզր չունի, եզր ընդհանրապես չունի։ Ռազմական կոմպոնենտը անվտանգային համակարգում որպես կանոն 10%-ից ավել չի լինում երբեք։ Ռազմական կոմպոնենտը պետության եւ ազգի արդյունավետ գործունեության արդյունքն է լինում։ Այո։ Կամ իշխանության 10% անգամ ռազմական կոմպոնենտը չի։ Անվտանգային համակարգի գերակշիռ մասը, ես այն կարծիքը չեմ ասում։ Ես ասում եմ փաստով եւ գիտական եւ սա արտահայտված է բոլոր լրջագույն պետությունների ռազմավարական դոկտրիններում։ Անվտանգային համակարգի առաջնային կոմպոնենտը հոգևոր անվտանգությունն է։ Առաջնային կոմպոնենտը, սա ես չեմ ասում տեսություններ, իրականությունից կտրված եւ այլն, որովհետեւ եթե պետության միջից դուրս ենք բերում ինքնության կոմպոնենտը, ազգային ինքնության կոմպոնենտը, մշակույթը, պատմությունը, պատմական հիշողությունը եւ խորհրդանիշները, բնականաբար հավատք է, այսպես թե այնպես չի քննարկվում։ Պետությունը կորցնում է իր բովանդակությունն ու իմաստը։ Այդ պարագայում ես ինչներից է պետություն։ Պետության դերը ինչու՞մն է։ Մենք նույն տրամաբանությամբ կարող ենք շատ հանգիստ ապրել Գերմանիայում, Շվեյցարիայում։ Ինչների նման։ Օրինակ։ Իրենց տեսեմ, այո, ինչն է խնդիրը։ Ինչ։ Այսինքն դուք մտածում եք, որ Շվեյցարիայում կամ մենք մոտակա 50 կամ 100 տարում ավելի լավ անվտանգային համակարգ ունենալու կամ Շվեյցարիան, թե ավելի լավ սոցիալական իրավիճակ ունենալու քան Շվեյցարիան։ Մեր պետությունը մեզ ինչպես է պետք է թե ինքնության կոմպոնենտը հանում ենք։ Նույն հաջողությամբ կառավարությունը կարող է ծրագիր անել եւ ասել հայտերը լրացրեք, ներկայացրեք, ով որ աշխարհի անկյունում է ուզում բնակվել, եւ մենք կառավարության հաշվին ձեզ կուղարկենք այնտեղ բնակվելու եւ կլուծի ձեր անվտանգության հարցը եւ կեցության եւ սոցիալական տնտեսական բոլոր հարցերը։ Ինչն է խնդիրը։ Լավ, վախեցնում եք, անկեղծ ասեմ։ Չէ, վախեցնելու բան չկա, իրավիճակը հաղթարել եւ լուծելի է բնականաբար։ Ինչպես եք պատկերացնում դուք բանակի շինությունը, վերածնունդը, նորից բանակին բանակ դարձնելը, որովհետեւ շատ հաճախ ասում են բանակում շատ լավ է, կլուբնիկ են ուտում եւ այլ, հիմա կասեք ծեծված չի, հիմա էլ են ասում։ Լավ են հագնում, կլուբնիկ են ուտում եւ այլն, բայց իրականում հեծանիվ չեմ բացատրի, ես առհասարակ դեմ եմ բանակի մասին խոսելուն, որովհետեւ դա ինձ համար ամենասուրբ թեմաներից մեկն է, որ չպիտի բարձրաձայնել մեր ասում տանիքին վատ կողմերը ցույց չենք տալիս, բայց բոլորը լավ գիտեն ինչա կատարվում բանակում։ Ձեր տեսականը դուք ինչպես եք բանակը նորից ոտքի կանգնացնելու։ Ոտքի կանգնացնելու process-ի մասին ես ինձ բնականաբար իրավունք չեմ վերապահի խոսել, որովհետև նախ դրան ես չեմ տիրապետում, բայց մեր թիմում կան մարդիկ, ովքեր խորապես տիրապետում են։ Չքննարկում մի ասում։ Ավելի լավ բնականաբար, բայց ես չեմ կարող այն ինչի որ
նեղ մասնագիտականը չի անել այդպիսի կարևոր եւ բարդ հարցի շուրջ, ես իմ կարծիքը ասել չեմ կարող, ուղղակի բայց ես կարող եմ ասել, որ բանակը պետք է մեր անվտանգային համակարգի առանցքային գործոնը լինի այս պահում, այս իրավիճակում։ Դա ես գիտեմ իր դերը, որը պետք է լինի, իր կարևորությունը ինչքան կարևոր է։ Բայց թե ինչպես պետք է դա ոտքի կանգնեցվի, հա, ինչպես դուք ասացիք։ Դուք ունեք մարդիկ, ովքեր մասնագետ են եւ այդ հարցերով բնականաբար եւ լրջագույն փորձ ունեն, եւ լրջագույն գիտելիքներ ունեն եւ անցած ճանապարհ։ Իդեպ ձեր ցուցակը արդեն հայտնի է, դուք ունեք արդեն կազմավորված ցուցակ։ Եվ կներկայացնեք։ Ամսի 28-ին մենք ունենալու ենք համագումար։ Օրենքի պահանջն է, որ համագումարի ժամանակ առաջին 30 համարները արդեն լինեն հստակ, այդ ժամանակ էլ հստակ կլինի։ Պարոն Պետրոսյան, եկեք ամեն դեպքում հստակեցում մտցնենք, որովհետև շատերի համար այդպես էլ անհասկանալի եղավ ձեր դերակատարումը Բագրատ Սրբազանի հետ կապված, Սրբազան շարժման հետ կապված, Կիրանցից գալուց եւ հետո կեսից ձեզ չտեսնելու հետ կապված։ Այս խառնաշփոթը ամեն դեպքում, քանի մենք ունենք այս բացառիկ հնարավորությունը մեր տաղավարում, գուցե բացատրեք։ Գիտեք, ոչ թե իմ դերը շարժման ձևավորման մեջ, այլ դրանում ես գաղտնիք բացած չեմ լինի, որ շարժումը սկսել ենք բացառապես ես իմ ընկերների հետ միասին։ Քանի որ սա նման չլինի ինչ որ հա վերամբարձ խոսքերի, սկսվել է այդ գործընթացը ոսկեպարից։ Փառք Աստծո մեր գյուղացիները բոլորը ողջ են, առողջ են եւ ապրում են ոսկեպարում։ Յուրաքանչյուր մարդ, ով կասկածի տակ կդնի, ես իրեն հրավիրում եմ միասին գնանք ոսկեպար, հավաքենք մեր գյուղացիներին, կխնդրենք որ նեղություն ենք տալիս եւ կպատմենք այս դրա մասին, գյուղացիները կպատմեն, ոնց այդ ամիջը տեղի ունեցել։ Գիրանցում ընդհանրապես եւ սկսվեց փակվել փողոց ճանապարհը փակել եւ այլն։ Որևիցե մեկը չի եղել այնտեղ, որևիցե մեկը բացի ինձնից եւ իմ ընկեր թիմակից Արտուր Հայրապետյանից։ Դա մենք ենք փակել այդ փողոց ընդհանրապես ճանապարհը։ Գիրանց ամբողջությամբ մեզնից է սկսվել։ Դրանից հետո երբ ինձ 72 ժամով ձերբակալեցին, ապրիլի 23-ին օրերը հատուկ եմ նշում, որ դուք կարողանաք ցանկության դեպքում նայեք YouTube-ում անպայման բոլոր այդ ամեն ինչը կա։ Գիրանցում երևի թե տեղ ու դադար չկար, այդտեղ այդքան մարդեր հավաքված։ Տեղ ու դադար չկար Գիրանցում։ Այո, Գիրանցում տեղ ու դադար չկար։ 1000-ից ավել երևի մարդ, այդ ոլորաններով ներքև տեղ չկար կանգնելու։ Երբ ինձ ձերբակալեցին, 72 ժամ անցավ դրա հաջորդ օրը ես վերադարձա Գիրանց, տեսա այնտեղ նստած են պարլամենտական ընդդիմությունից երևի մի քանի падգամավոր եւ գյուղից երևի թե մի քանի հոգի մարդ։ Ահա։ Բոլորը լքել եւ գնացել են, որտեղ տեսել էին պարլամենտական ընդդիմության ներկայացուցիչներն այնտեղ։ Եւ անունը այդ հատվածի դրել էին Գիրանցի եվրոպական մաս, չվիրավորելով մարդկանց, քանի որ տեսել են այդ մարդկանց, իրենք թողել են եւ գնացել էին։ Քանի դեռ ես այնտեղ էի, գյուղացիները բոլորը գիտեն, եթե ես միտեղ կամ պարլամենտական ընդդիմությունը այդտեղ լինել ուղղակի չի կարող։ Եվ բացառապես այդ հանգամանքով էին հավաքվել։ Եվ Գիրանցի ողջ ժողովուրդը այդ ոլորանները լքել եւ գնացել էր։ Երբ ես գնացի, տեսա վրաններ ան ինչ որ խփած, չգիտեմ, մեդիա ինչ որ կենտրոններ ա ձևավորված եւ այլ ու գյուղացիները այլևս այնտեղ չեն։ Որ դուք պատկերացրեք իրավիճակը, այս process-ը նորից սկսել եմ հիմնականում էլի այդ մարդկանց ես եւ այլն։ Իսկ այդ ընթացքում երբ որ արդեն մենք Իրանցից շարժվեցինք, եթե այնտեղ իմ հենարանը ժողովուրդն էր, ես իրավիճակի վրա վերահսկողություն ունեի, ապա քայլելուց հետո այլևս ես վերահսկողություն չունեի, որտեղ լրատվականները այլևս հիմնականում ինձ չէին լուսաբանում։ Եվ միազնի առաջնորդ ներկայացնում են բնականաբար այլ մարդու։ Դրա համար այդտեղ կարող նաև այդ վիզուալ խապկան կլինի, որ ես մի օր կայի, մի օր չկայի, անինչ ես 24 ժամ ներկայ եմ եղել մինչև հունիսի 12-ը։ Մայիսի 9-ից 1 ամիս 3 օր անց։ Իսկ դրանից հետո արդեն այլ պատմություն է, որը որ դրա մասին ժամանակ կլինի, օր ու ժամ կլինի, դրա մասին ավելի մանրամասիկ խոսամ, որովհետև պարլամենտական ընդդիմությունը իշխանության հետ միասին շատ կարևոր խնդիր է լուծում, որ պետք է այդ շարժման ավարտի օրով Իշխան Սարաթելյանը շատ է երևում այդ ընթացքում արդեն հատկապես հրապարակում։ Անուններով կոնկրետ նման դերակատարների ինձ թվում է
եսա կարևորելն էլ չկա այդ շարժման մեջ, որտեղ իրանք դեր չեն ունեցել այդ շարժմանը։ Դերի մասին չի խոսք, այ ձեր ասած պարլամենտական ընդդիմություն, դաշնակներ եւ այլն, շեշտը դնում են, որ բոլորն էլ տեսել են, ով ինչ էր անում։ Բնականաբար առաջին օրինակ հենց մարտիկ առաջին օրը մարտիկ տեսան, որ բեմի տակ հավաքվում է պարլամենտական ընդդիմությունը, վերջացավ, կիսվեց, հաջորդ օրը այդ եղածն է կիսվեց, մնացածն է կիսվեց եւ այդպես շարունակ։ Իսկ հունիսի 12-ը դե որ կիսած չմնա։ Այդ վարկաբեկում մնացած ուներ ընդամենը մեկ խնդիր։ Որ հանկարծ process-ի ավարտից հետո չլինի մարդ, ով կունենա վարկանիշ ճանաչելիություն, որը կլինի իրենց վերահսկողությունից դուրս։ Այդ խնդիրն են փորձում լուծել, բայց բնականաբար մեր երկիրը շատ փոքր է։ Բոլորը բոլորի շատ լավ ճանաչում են, բոլորը շատ լավ իրականությունը ճանաչում են եւ ինչքան ժամանակ անցնում է, այնքան ամեն շատ ավելի པարզ է դառնում։ Եթե մի բանի տակը հիմք չկա, երկար չի կարող այդ process-ը շարունակվել։ Ձեզ նույնիսկ ձեզ, ինձ, մեզ ամենավատ բաները ասեն, որը մեր հետ որևիցե կապ չունի, նշանակություն չունի, մեր հետ ընդհանրապես աղերս չունի։ Դա կարող է 4 ամիս խոսեն, 5 ամիս խոսեն, բայց եթե դրա տակ ճշմարտություն չկա, շատ կարճ ժամանակ հետո դա երևալու է։ Գետնի վրա, ընթացքի վրա ու ճանապարհի ընթացքում միշտ երևում է ով էր։ Ժամանակը ցույց է տալիս միշտ ով էր։ Եվ շատերը կարծում են, թե դրանից հետո պետք է հետ կանգնենք եւ այլն, մենք խոցված ենք եւ այլ, անիչ այդ ամեն ինչով իրենք էլ չպատկերացրեցին, ինչքան ուժ տվեցին ինձ, ինչքան փորձ։ Այ մենք խոսում ենք արժեքներից, պարոն Պետրոսյան, բայց մենք տեսնում ենք ինչպես է գնահատում ներկայիս Հայաստանի իշխանությունը մյուս հարևան պետության դժբախտությունը, նկարելով, սերիալ նկարելով ուրախ ավտոբուս, չգիտեմ, ինչ-որ պերաշկի ուտել եւ այլն, խնջույքներ ապարել, թրվռալ եւ այլն, դա չեք կարծում, որ արտաքին քաղաքականության վրա շատ անլուրջ եւ շատ ազդեցիկ հետք է թողելու։ Դեք ինչքան է որ այդ իրավիճակը շատ որպես գոնե Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ դժվար լինի այդ տեսարանները նայել։ Որով դուք տեսնում եք, որ գլոբալ իմաստով տեսնում եք, որ պատասխանատվության իսպառ բացակայություն, իրավիճակի ընկալման իսպառ բացակայություն։ Այո։ Բայց այնուամենայնիվ դա այն հանգամանքը չէ, որը այսօր ամենակարևորն է։ Բայց չէ որ դրանով Այսինքն մենք իշխանության որակի եւ կարողությունների մասին դրանով նոր պետք է պատկերացումներ կազմենք, այն իրականությունը դրանով եւս մեկ հաստատենք, որ դա գիտեք ինչ, դա կարող է հաստատել եւս մեկ անգամ այն մարդով, ինչ այս պատկերացումներ չուներ։ Ես գոնե ունեցել եմ այդ պատկերացումները, մշտապես ունեցել եմ։ Եթե այս իրավիճակում իշխանությունը, որը պատրաստ է հրաժարվել սեփական ինքնությունից, պատմությունից, մշակույթից, խորհրդանիշներից եւ այլն, ապա կարելի է սպասել ցանկացած դրսևորում եւ չզարմանալ այդ դրսևորումներից։ Հետեւաբար այդ օրակարգերը եւ այլն, ես չեմ կարծում որ դա այդքան է կարեւոր են։ Այսինքն դրանով չի ունենք պետք է կարծիք։ Մենք չենք կարևորում, որովհետեւ մենք սովոր ենք արդեն 5 տարի 7 շարունակ մենք դա տեսնում ենք, այդ ամեն ինչը հավատացած եղեք, այլ պետությունները մեզանից տասնապատիկ ավելի լավ պատկերացում ունեն, թե ինչ է կատարվում մեր ներսում, թե ինչ է կատարվում իշխանության ներսում, քաղաքական համակարգի ներսում, թե ինչ որակ ունի մեր իշխանությունը, ինչ որակ ունի պարլամենտական ընդդիմությունը։ Մեզանից տասնապատիկ ավելի լավ գիտեն։ Եվ նրանց վերաբերմունքը մեզ ավտոբուսներով չի որոշվում։ Ընդհանրապես աշխարհաքաղաքականության մեջ վիզուալ այդպես պատրանքներով չի որոշվում հարաբերությունները։ Նրանք մեզանից տասնապատիկ ավելի լավ գիտեն ով է։ Ինչևէ, ունենք այնինչ ունենք։ Թերևս եթե ավելացնելու որևիցե բան եք, համեցեք։ Երևի թե այսքանը։ Այսքանը։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում գալիք ընտրություններում եւ հույս ունեմ, որ իսկապես ինչ-որ բան, ինչ-որ լավ բան կփոխվի մեր կյանքում, թե մշակույթում, որ արդեն գրեթե կորցնում ենք եւ կրոնը, եկեղեցին, այն ինչ որ կատարվում է մեր եկեղեցում, մեր եկեղեցու շուրջ եւ վեհապարի շուրջ եւ այլն ծավալուն կարող են խոսել, ինձանից լավ գիտեք ինչ է կատարվում։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Միշտ սպասում ենք ձեզ մեր տաղավարում։ Եթերում ես կհանդիպենք հաջորդ շաբաթ։